Շնորհակալություն, պարոն Պողոսյան, ուղիղ 1 տարի առաջ իմ դիմումի հիմքով քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել խոսնակ լրատվականի նկատմամբ, խոսքը ուրեմն ատելության խոսքի տարածման մասին էր եւ ես իմ դիմումին կցել էի բազմաթիվ դրվագներ, որոնք վկայում էին այդ լրատվականի կողմից հատկապես Արցախահայությանը թիրախավորելու ուրեմն հանգամանքին։ Դուք վարույթը նախաձեռնել եք, որքան հիշում եմ նույնիսկ ապրիլի 29-ի թվագրությամբ եւ ես ստացա ձեզանից այսպես պատասխանը, որ վարույթ է նախաձեռնվել։ Իմ դիմումի զուգահեռ ես գիտեմ, որ նաեւ այլ քաղաքացիներ էին խոսնակ ԵՄ-ի դրվագով եւ հենց այս փաստի բերումով ատելության խոսքի տարածման եւ այսպես ասեմ ներազգային ատելություն եւ այլն թիրախավորումներ այդ դրվագներով նաեւ ձեզ դիմել են հենց հատկապես խոսնակ լրատվականի առողջությամբ նաեւ այլ քաղաքացիներ եւ կարծեմ դրանք բոլորը միացել էր մեր վարույթի շրջանակներում անցել է 1 տարի եւ մի քիչ միգուցե ավելի բայց որևէ պատասխան չունեմ եւ հասկանալի չէ թե այդ վարույթը ինչ հանգրվանում է գտնվում եթե հիշում եք կամ ձեր մոտ եղած այսպես փաստաթղթերում կամ որևէ տեղեկություն այդ առնչությամբ խնդրում եմ փոխանցեք Շնորհակալություն Տիկին Գալստյան այս պահին կոնկրետ այդ գործի հետ կապված ես թե ընդհանուր նման բնույթի քրեական վարույթների ելքը դուք նշեցիք 2001 տարի 25 թվականի քրեական վարույթի մասին է խոսքը որպեսզի նախաքննական մարմինը հնարավորություն ունենա գնահատել խոսքը օրինակ ինքը որոշակի խտրականությունը, անհանդուր ժողովականության դրսևորումը եւ այլն, մենք կարիք ունենք այս գործերով, բոլոր գործերով, ու պրակտիկան տենց է, բոլոր գործերով փորձակնություն ենք նշանակում, ընդ որում փորձագետները ծանրաբեռնված են եւ հավաստիացնում եմ, ենթադրում եմ, որ նաեւ այդ քրեական վարույթով է նշանակված փորձակնություն լրացուցիչ, եթե պետք է ավելի մանրամասն հարցում արեք կամ չգիտեմ, առանց հարցման նույնիսկ կարող ենք պատասխանել, թե որ փուլում է գտնվում քրեական վարույթը, ենթադրում եմ, որ դեռ փորձակնության փուլում է դրա համար մենք այս քրեական վարույթով ինքը մեծ ջանքեր չպահանջող քրեական վարույթ է ընդհանրապես հաղորդման բովանդակությունը մենք վերցնում ենք զննություն է կատարում եւ այդ զննության արդյունքներով որոշակի արձագանքություններ են կատարում եւ նշանակվող փորձակնություն որպեսզի փորձագետ այսինքն համապատասխան հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող սուբյեկտը գնահատի այդ խոսքը ինքը թշնամանք հարուցող կամ ատելություն հարուցող թե ոչ, այս վերջերս դուք նաև ականատես եղաք, երբ որ մեկ քրեական վարույթով, երբ որ լրագրողներից կամ խմբագիրներից մեկին հրավիրել էին, որպեսզի արդեն եզրակացությունը ստանալուց հետո ծանոթացնենք, փորձակնությամբ տվել էր, որ դա նման դրսևորում չի, շահարկվեց, թե ինչի օրինակ մի տարի հետո ինձ կանչեցին հարցակնության, որովհետև մինչև այդ կարիք չի եղել, այսինքն փորձակնության եզրակացությունը ստանում եք, նոր դրանից հետո արդեն գործողություններ է կատարում։ Եթե մանրամասն հետաքրքիր է այս գործի վերաբերյալ կարող եք լրացուցիչ հարցում անել պատասխանենք։ Արձագանք։ Պարոն Պողոսյան, դուք շատ արդարացիորեն նշեցիք, որ դա մեծ ջանքեր չի պահանջում փորձակնությունը, մանավանդ որ ես ձեր գործը բավականին հեշտացրել էի եւ ուրեմն նամակին կցված էին այդ ուրեմն գնահատականը ամրագրող բազմաթիվ դրվագներ եւ վստահ եմ, որ այդ դրվագները կային նաև այլ դիմում ներկայացնողների ուրեմն հայցերում կային եւ պարզապես պետք է մի քիչ լինել օպերատիվ եւ ես ձեզ խնդրում եմ վերցնել ձեր անձնական հսկողության տակ եւ կսպասեմ պատասխանին բայց զուգահեռ եմ ուզում տանել ճիշտ այդ օրերին ուրեմն մի արցախահայի որը ընդհանրապես գրառում էր արել սոցիալական հարթակներից մեկում գրառում էր արել հանրապետության հրապարակում ադրբեջանցու անբարևարք վարքի առնչությամբ եւ երկրորդ օրը կարծեմ տարակ նրան կալանավորման 1 ամիս կալանավորվեց ես ուզում եմ այդ զուգահեռները բերել եւ այստեղ տեղավորել 1 ամիս 1-2 օր տևող փորձակնությունը կամ դրա չանհրաժեշտությունը եւ 1 տարուց ավել ձգվող այս պարագայում այսպես ասած փորձակնությունը Եվ կներեք, ավարտում եմ եւ ասում եմ, չէ ուզենայս գնահատական հնչեցնել, բայց ավելի քան ակնհայտ է, որ խոսնակ ԵՄ-ը այսպես իշխանական հովանավորություն ունեցող լրատվամիջոց է եւ հանդուրժվում է, որպեսզի ես խմբագրեմ այս մոտեցումս, խնդրում եմ, ձեզանից ակնկալում եմ արագ արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Գալստյան, քննչական կոմիտեն ըստ էության տարբերակում չի դնում, եթե նորից նշեմ, որ ես նշեցի, որ ինքը հենց չեմ խորշի այդ բառից սադրանք էր։
Սա դրանք էր, որովհետև երբ որ մենք քննչական գործողություններ ենք կատարել եւ հեռախոսի պարունակությունը եւ զննել ենք, մենք ողջել ենք, որ իրանց բարերով նշեմ, որ լավ շոու ստացվեց։ Լավ շոու ստացվեց, այսինքն ակնհայտորեն այն արարքը, որը որ մենք մեղսագրել ենք, խուլիգանության հանցակազմը առավել քան մեր կարծիքով հիմնավոր է եւ ունենք նմանատիպ այլ քրեական վարույթներ, որոնց մասին, քանի որ որոշ քրեական վարույթներ գտնվում են նախաքննության փուլում, չեմ կարող բարձրաձայնել։ Շնորհակալություն։ Արձագանք չունեք։